Այս պահին գործող խորհրդարանի իշխող հանրապետական կուսակցության 69 պատգամավորներից 18-ն ընդգրկված չեն նույն կուսակցության ապրիլի 2-ի ընտրությունների համապետական ցուցակում։ Բացակայում են նաև կառավարության բազմաթիվ հանրապետական նախարարների անուններ, այդ թվում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի անունը։ Ազգային ժողով անցնելը թե ոչ, այդ հարցը քննարկվել է նաև կուսակցության ղեկավարի հետ։ Չեմ պլանավորում իմ աշխատանք ազգային ժողովում։ Ընտրություններից հետո գործադրում կլինեք։ Ընտրություններից հետո կախված նրանից, թե որ կուսակցությունը հաղթի, այդ ժամանակ կուսակցությունը կքննարկի եւ որոշում կկայացնի։ ՀՀԿ-ն կառավարության կազմից առաջադրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որպես ցուցակի առաջին դեմք, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին։ Հարությունյանից բացի ցուցակում ընդգրկված չէ նաև կուսակցության գործադիր մարմնի մեկ այլ անդամ, նախարար Հրանուշ Հակոբյանի անունը։ Կուսակցությունը որոշում է ում է նպատակահարմար տեսնում ազգային ժողովում եւ այդ տեսանկյունից մենք հանգել ենք հետեւյալ եզրակացության։ 3 նախարար, գործող նախարար պետք է լինեն ցուցակում, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք անպայման ներկայացված են լինելու ազգային ժողովում, իսկ մյուսները ոչ։ Ապրիլի 2-ից հետո պարզ կդառնա մրցունակ է թե ոչ հանրապետականի ցուցակն այս տեսքով, ասում է Դավիթ Հարությունյանը, ապա անդրադառնում հարցին, թե ինչու նոր որակի խորհրդարան ունենալու խոստումից հետո իշխող կուսակցության ցուցակում այնուամենայնիվ հայտնվեցին տեխնացուներ, ովքեր խորհրդարանում 5 տարվա ընթացքում ելույթներ գրեթե չեն ունեցել, հարցեր չեն տվել կամ ներքաշվել են սկանդալային տարբեր միջադեպերում։ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են օրինակ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Արտակ Սարգսյանը, ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Ցավոք սրտի ժողովրդավարությունը չի լուծում բոլոր խնդիրները։ Այնպես որ ժողովուրդը պետք է ընտրի։ Եվ եթե ժողովուրդը ընտրի, ես կարծում եմ ձեզ համար, հենց ձեզ համար արդեն ավելի կարևոր կլինի ժողովրդի ընտրությունը, այլ ոչ թե ձեր անձնական կարծիք այս կամ այն տեխնացուի վերաբերյալ։ Նոր ընտրական օրենսգրքում իշխանությունների առաջարկած եւ ընդունած նորամուծություններից է մեկ կուսակցության տարածքային ցուցակի մի քանի տեխնացուների միջև ընտրապայքարը։ Օրինակ Ավան, Նոր-Նորք եւ Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանները միավորող թիվ 1 ընտրատարածքում կմրցեն ՀՀԿ-ական 12 տեխնացու, այդ թվում ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, գործող ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով ըստ մամուլի Տարոն Մարգարյանի աներորդին է, Ղուկաս Ուլիխանյանը, ով կրկին ըստ մամուլի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրն է։ Ներկուսակցական պայքարը շատ բնական երևույթ է, ի սկզբանե նախատեսված է այս ընտրական օրենսգրքով։ Դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունը առաջադրում է մի շարք տեխնացուներ, որոնք այո միմյանց հետ պայքարում են, որոնք այո պետք է շահեն ժողովրդի վստահության քվեն, եւ սա կարևորագույն գործիքներից մեկն է, ժողովրդավարության կարևորագույն գործիքներից մեկն է, եւ բոլոր, գիտեք, փորձերը աղավաղելու, սա այսպիսին է, սա մականունավոր է եւ այլն, ժողովուրդն է տալու այդ հարցերի պատասխանը։ Մինչդեռ ըստ ընդդիմադիրների տարածքային կամ առավել հայտնի ռեյտինգային ցուցակները ընտրությունները կարող են վերածել կլանային պայքարի։ Ազատ դեմոկրատների ցուցակով առաջադրված Ստեփան Սաֆարյանի խոսքով արդեն լուրեր են շրջանառվում որոշ համայնքներում ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին։ Արդեն ահազանգերը կան։ Ահազանգել հենց այդպիսի բարձր թվեր նշում որ առաջադրվում են։ Այո։ Մենք տեսնում ենք, ես ամեն օր տեսնում եմ։ Նշում են ում կողմից, թե պարզապես խոսակցությունները։ Նկատում գոնե կուսակցությունը Առայժմ ամենայն դեպս խոսքը վերաբերվում է Միհրան Պողոսյանի գործելավոճին, այլ տեխնացուների, ասենք հանրապետական կուսակցության տեխնացուների միջայլոց այդ երկուսով չեն սահմանափակվում։ Խոսակցություններ միշտ կարող են լինել, ամեն ինչի մասին կարող են լինել խոսակցություններ, բայց անհրաժեշտ է դիմում, որտեղ երբ երկու հոգի միմյանց հետ մտնում են հանցավոր համագործակցության մեջ, անհրաժեշտ է առնվազն մեկը որ դրա մասին ահազանգի։ Ինչքան էլ մենք ասենք ոստիկանությունը ուշադիր եւ այլն, միևնույնն է ոստիկանությունը չի կարող ներխուժել երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե դրանցից որևէ մեկը դրա մասին չի ահազանգում։